2015-ն ենք ամփոփում, Հայաստանի արտաքին դիվանագիտությունը ձախողեց, հաջողեց։ Գիտեք, քանի որ ընդհանրապես արտաքին քաղաքականության վարումը գործընթաց է, ապա մենք պետք է խոսենք ընդհանուր մեր քաղաքական մոտեցումների եւ դրանցից բխող դիվանագիտական քայլերի մասին։ Արդեն երկարատև ժամանակ է, ինչ ըստ էության Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգը մի կողմից համալրված էր հայ-թուրքական հարաբերությունները բարելավելու հրամայականով, մյուս կողմից անշուշտ Արցախի հետ կապված խնդիրները լուծելու անհրաժեշտությամբ։ Ցավոք սրտի պետք է ասեմ, որ տարիներ շարունակ մեր քաղաքական մոտեցումները այդպես էլ չթարմացվեցին, իսկ առկա բանակցային օրակարգը Արցախի մասով ըստ էության չի պարունակում խնդիրը համակողմանիորեն լուծելու եւ ներգրաված բոլոր կողմերի առնվազն արժանապատվությունը եւ շահերը հաշվի առնելու առաջնայնություններ։ Ըստ էության մադրիդյան սկզբունքները հայկական կողմերի շահերը ոտնահարող մոտեցումներ են պարունակում, ընդ որում միակողմանիորեն ոտնահարող, եւ այս փուլում Ադրբեջանը դրանից կարողանում է օգտվել։ Հայ-թուրքական մերձեցման գործընթացը, ինչպես գիտենք, տապալվեց անփառունակ կերպով եւ հատկապես ռուս-թուրքական ներկայիս սուր ճգնաժամի խորապատկերում Հայաստանի հարաբերությունները Թուրքիայի հետ բարելավման որևէ միտում ներկայիս իշխանությունների օրոք համենայն դեպս չեն պարունակում եւ չեն պարունակելու ցավոք սրտի դեռ երկար ժամանակ։ Ես իհարկե ծանոթ եմ այն տեսակետներին, որ ռուս-թուրքական ճգնաժամը շատ կարճաժամկետ է լինելու, շուտով նրանք կվերականգնեն իրենց հարաբերությունները այնպես, ինչպես եղավ Թուրքիայի եւ Իսրայելի հարաբերությունների պարագայում, չեմ կիսում այդ տեսակետը այն առումով, որ թուրք-իսրայելական ճգնաժամը աշխատեց հօգուտ թե Թուրքիայի, թե Իսրայելի շահերի առանձին։ Նրանք գժտվելով լավագույնս կարողացան միմյանց շահերը ապահովել։ Իսրայելը կարողացավ Թուրքիայի օգնությամբ տապալել իր հզոր հարևանների պետականությունն ըստ էության այդպես է Եգիպտոսի, Իրաքի, Սիրիայի, Լիբիայի պարագայում, իսկ Թուրքիան էլ պաղեստինցիներին պաշտպանելու մասով կարողացավ փորձ անել առնվազն շահելու արաբական աշխարհի համակրանքը եւ այդ տեսանկյունից նաեւ որոշակիորեն գուցե իր կողմը ձգել արաբական աշխարհի պետություններին քրդական հարցում։ Ռուս-թուրքական ճգնաժամը այդպիսին չէ եւ Հայաստանի համար դրանից բխող սպառնալիքները նույնքան երկարաժամկետ բնույթ են կրելու, ինչպիսի բնույթ է կրելու նաեւ ինքը այդ ճգնաժամը եւ այս առումով մեր ներկայիս քաղաքական դիվանագիտական մոտեցումները գալիք մարտահրավերների պատասխանը համարժեք չեն պարունակում։ Իսկ ինչ ունենք ԵԽԽՎ-ի ընդունած բանաձևերի մասով, մենք տեսանք այս տարվա կտրվածքով Փերինչեկի դատավարության ավարտը, կողմից նաև ականատես եղանք, թե քանի երկրներ ճանաչեցին հայոց ցեղասպանությունը։ Դե հիմա տեսեք, մենք մեր այսպես ասած բարոյական առավելությունները գործնական արդյունքների վերածելու ունակությունից թույլ ենք։ Այդ է պատճառը, որ կոնկրետ արդյունքները եւ բարոյական հետևանքները, դրական, միմյանց որևէ կերպ չեն կարողանում հանդիպել։ Սա եւ քաղաքական մոտեցումների, ուրեմն իրավաքաղաքական մոտեցումների նաեւ որոշակի բացթողումների հետևանք է եւ քաղաքականության մեջ առհասարակ զգացմունքայնությանը մեզ տեղ տալու հետևանք է։ Ի վերջո մենք գուցե երբևէ կսովորենք հասկանալ, որ եթե մենք ուզում ենք կոնկրետ արդյունք ստանալ, նախ պետք է ձևակերպենք, թե ինչ է այդ արդյունքը գոնե մեզ համար լինելու, ապա հասկանանք, թե ինչ ճանապարհով ենք այդ արդյունքին հասնելու։ Մենք հռչակում ենք ինչ-ինչ պահանջներ, դույզն ինչ անգամ չպատկերացնելով, թե այդ պահանջները ինչպես կարող ենք իրականություն դարձնել։ Եվ հնդածած նաև կորցնում ենք այն առավելությունները, որոնք ի սկզբանե պոտենցիալ ունեցել ենք։ Մի խոսքով չեմ կարող ամեն դեպքում դրական գնահատել անցած տարին քաղաքական դիվանագիտական ձեռքբերումների տեսանկյունից,
բացերը, բաց թողումները, թերությունները, անելիքները շատ ավելի շատ են եւ դրանց ֆոնի վրա այն ինչ ստացանք, ունեցանք, ըստ էության նշանակալի չի։ Մենք պետք է լուրջ մտածենք, թե ինչպես պետք է վերափոխենք ինքներս մեզ եւ մեր մոտեցումները մեզ շրջապատող աշխարհին։ Ըստ էության մենք Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում էլ չունեցանք առաջընթաց, եթե չասեմ հետագած։ Քանի դեռ այս բանակցային գործընթացը ընթանում է մադրիդյան սկզբունքների նշանի տակ, մենք չենք ունենա զգալի ձեռքբերումներ, եթե Ադրբեջանը իր համար ճակատագրական սխալներ չգործի։ Ադրբեջանը, ինչպես ցույց է տալիս գործի ընթացքը, այդպիսի ճակատագրական սխալներ թույլ չի տվել եւ չկան նախադրյալներ, որ թույլ կտա։ Ընդհակառակը Ադրբեջանը օգտվում է ստեղծված իրավիճակից եւ այն առավելությունները, որոնք տալիս են մադրիդյան սկզբունքները ադրբեջանական կողմին, Բաքուն կարողանում է օգտագործել։ Առաջին հերթին դա ճակատային գծում լարվածությունը թեժ պահելու եւ ավելացնելու հնարավորությունն է, որովհետեւ հայկական կողմերը ճանաչելով մադրիդյան սկզբունքները որպես բանակցությունների համար ընդունելի հիմք, ըստ էության նաեւ ճանաչեցին այն հանգամանքը, որ այսօր հայկական զինուժը վերահսկում է Ադրբեջանից խլված ինչ-ինչ տարածքներ, որոնք պիտի ազատվեն մեր զորքերի կողմից, երբ որ տեղի ունենա փոխադարձ համաձայնություն։ Այսինքն մեծ հաշվով ըստ մադրիդյան սկզբունքների ադրբեջանական տարածքներն այսօր պատանդ են հայկական զինուժի ձեռքին եւ այդ պատանձը կազատվի այն ժամանակ, երբ կողմերը կհասնեն փոխհամաձայնություն, բայց եթե չհասնեն փոխհամաձայնության, ուրեմն ադրբեջանական կողմը իրավունք ունի իր պատանդին ազատագրել ցանկացած միջոցով։ Սա է դրամաբանությունը, գուցե փոքրինչ պարզունակ կերպով տվեցի դրա բացատրությունը, բայց իրողությունը սա է եւ մենք պետք է հստակ հասկանանք, որ ադրբեջանական կողմը անընդհատ կարող է անverջ այդ ճնշումները բանեցնել, ավելացնել զինատեսակների քանակը եւ դրա համար նա ունի մադրիդյան սկզբունքներում թաքնված բայց շատ հստակ պատճառաբանություն եւ արդարացում։ Հայկական կողմերը դրան հակարդարձելու որևէ մեխանիզմ այսօր չեն մշակել։ Միակ մեխանիզմը համանախագահներին բողոքներով դիմելն է։ Այնինչ սեփական քաղաքական նախաձեռնող քայլերով հնարավոր է իրավիճակը շտկել եւ նոր շեշտադրումներ մտցնել։ Ավելին կարելի է հիմնովին փոխել գործընթացը, դրա էությունը եւ այն որ մեր դիվանագիտությունը, արտաքին քաղաքականությունը չի դիմում նման քայլերի առնվազն վրդովվեցուցիչ է։ Չի դիմում, որովհետև չգիտի, թե չի դիմում, որովհետև երևի թե այդ հարցը տակ համապատասխան պաշտոնատար անձանց։ Ի վերջո արտաքին քաղաքականությունը մշակվում է երկրի քաղաքական ղեկավարության բարձրագույն կողմից, իրականացվում է արտաքին գործոց նախարարության կողմից, թե որ մասում է տեղի ունենում այս իրավիճակի ոչ adekvat ընկալումը, ես չեմ կարող ասել այսպես։